Խոսքեր չեմ գտնում այս դեպքում ասելու Վահեի ծնողներին ու տանիքի երեխան։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցավակցում է հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում ծեծի արդյունքում 3 մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին։ Ըստ նախարարի տեղի ունեցածը մեկ անգամ եւս վկայում է, որ Հայաստանում առաջին հերթին պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը։ Սա ողբերգություն է, մահացել է երիտասարդ բժիշկ, կենսուրախ մի մարդ, որի մասին պատմում են ժպտերես մի մարդ։ Հրայր Թովմասյանի խոսքերով հասարակությունը պետք է գիտակցի, որ ուժի կիրառումը միայն պետության մենաշնորհն է։ Յուրաքանչյուր ոք, ով կփորձի ոչ ցանկացած խնդիր ուժով գործադրել, պիտի հասկանա, որ կա շատ ավելի մեծ հզոր ուժ, դա պետությունն է, եւ պետությունը նրա ձեռքը բռնելու է եւ պատժելու։ Նախարարը կարծում է, որ Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո գործի ընթացքը կփոխվի։ Մի դեպքում մարմնական կամ ծանր մարմնական վնաս հասցնելն, մի դեպքում, գիտեմ, դիտավորյալ կամ անզգուշությամբ մահ հասցնելն է, իհարկե բովանդակությունը էականորեն փոխվել է։ Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ։ Սա կանխարգելիչ նաև ֆունկցիա պիտի ունենա հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։